Ես վերադառնալով բուն հարցին նեղացնեմ, հա, այսինքն արդյոք ես բենզինի ներկրման շոուն իրապես տնտեսական ինչ-որ համագործակցության, տնտեսական հեռանկարների ցուցիչ է, թե շոու է, հա, ըստ լրատվամիջոցների, ըստ հայտարարությունների Ադրբեջանից ներկրվել է, Ադրբեջանի իբր գրում են ադրբեջանական բենզին, ներկրվել է այդ AI 95 մակնիշի բենզին, հա, Ադրբեջանը ինքը գրեթե չի արտադրում AI 95 եւ ավելի բարձր օկտանային թվով բենզիններ։ Ադրբեջանը այդ բենզինների պահանջարկը իր սեփական ներքին շուկայի ապահովում է ներկրման հաշվին։ Ադրբեջանի արտադրանքը դա այդ AI 92 բենզինն է։ Ադրբեջանը իր պրեմիում կլասի, այսպես ասած, բենզինների 60%-ը ներկրպես այս տարվա կտրվածքով, այսինքն տարվա առաջի 10 ամիսներին բենզինի 60%-ը ներկրել է Ռուսաստանից, մնացածը Ռումինիայից, Արաբական Էմիրություններից, Բուլղարիայից, Վրաստանից ու մի շարք այլ երկրներից։ Այսինքն Ադրբեջանը ինքը չունի արտադրություն, որը բավարարի իրեն։ Հիմա ենթադրենք ինչ-որ այդ մի քանի տոննա բենզինը իսկապես ադրբեջանական արտադրությունն է, էական չի, ինքը իր սեփական, այսինքն այս նույնն է, որ եթե մենք առաջ բենզինը բերում էինք Ռուսաստանից, Ռումինիայից կամ ինչ-որ մեկ այլ երկրից, մենք բերում էինք ուղիղ Հայաստան, հիմա արանքում մի հատ է միջնորդ է մտնում Ադրբեջանը, ու դա ներկայացնում է որպես հայկական դիվանագիտության ու հաղթանակ, չգիտեմ, տնտեսական պայծառ մտքի հաղթանակ, հա, սա անհեթեթություն է, սա ակնհայտ ինչ-որ նախընտրական շոուի տարեր են, ընդ որում այսօր եթե գուգլեք համաշխարհային ամբողջ լրահոսը այդ բենզին բերելու թեմա է լցված, հա, անգլերենով։ Մի խոսքով, սա շոու է, սա նախընտրական շոու է, ավելին այդ գներով Ադրբեջանը մեզ բենզին հետագայում չի վաճառելու։ Սա Նիկոլ Փաշինյանին տենց փոքրիկ ինչ-որ նախընտրական լավություն արած։ Մի կողմ դնենք այն, թե ընդհանրապես ինչի պետք է Հայաստանը գտնվի արհեստականորեն մտցնի կախվածության մեջ ինչ-որ երկրից, որը ակնհայտ թշնամանական է Հայաստանի հանդեպ։ Ու ընդ որում այդ բենզիններ բերել են Վրաստանով, այսինքն Ադրբեջանի դերը ստեղ ինչու՞մն է, բացի PR-ից, հա, շոու է։